Մայիսի 13-ին Սասունցի Դավիթ հրապարակից քարոզարշավը սկսեց Հայաստանի շնորհապետական կուսակցությունը։ Կուսակցության ցուցակում որպես падգամավորի թեկնածու հանդես եկող Էդուարդ Անտինյանի գնահատմամբ քարոզարշավը արդյունավետ է իրենց հնարավորությունների եւ ռեսուրսների համեմատությամբ։ Մեր աշխատանքը դա համարում եմ արդյունավետ, մեր հնարավորությունների, մեր ռեսուրսների պարագայում մաքսիմալ ձևով կարողանալ հանրությանը իրազեկել, թե ինչ գաղափարներ, ինչ ծրագրեր ունենք եւ ինչ Եվ դա է հարցը, որ հիմա մենք ամեն օր էլ փորձելու ենք մարզերել ենք գնալու, մենք միջև էտել ենք մարզային այցելությունների գնում, հիմա էլ ասենք Երևան քաղաքում շրջելուց հետո նաև կգնանք մարզեր, շատ կարևոր է, որ այնտեղ, որտեղ ճանաչում են, այնտեղ իրանք ունեն դրական վերաբերմունք։ Մենք խնդիր ունենք ճանաչելիության լսարանը մեծացնելու ուղղությամբ, իսկ հաշվի առնելով, որ մրցակցում ենք իշխանությունը, որ իր վարչական ռեսուրսով է մասնակցում, բացի դրանից հարկատուների հաշվին գումարներով ինչ որ անում են, վերագրում են իրենց, Հայաստանի շնորհապետական կուսակցություն, ռուսավետ ուժերը աչքի են ընկնում իրանց ֆանտաստիկ ռեսուրսով, այսինքն մի քանի միլիարդ հատերների համախումբ է այսօր, որոնց հետ պայքարելու հարցը դուք պատկերացնում եք ինչ դժվարություններով է պայմանավորված, բայց դա մեզ չի հուսահատեցնում, որովհետև այն գիտակից զանգվածը, որը որ ցանկանում է Հայաստանի ապագան տեսնել եվրոպական ընտանիքում, քաղաքակիրթ, ժողովրդավար, բարեկեցիկ համակարգում, այդ մարդիկ գիտակից խոսքը, այդ մարդիկ կիրթ խոսքը հավանում են։